Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Սփյուռքի մի շարք ազդեցիկ եւ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ հայ առաքելական եկեղեցու ղեկավարության վրա Հայաստանի ղեկավարության հետևողական հարձակումները եւ նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են հանդիսանում աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են եկեղեցուն հոգեվոր սնուցման համար։ Հայտարարությունը ստորագրել են ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Դենհամի պրոֆեսոր Լորդ Արադարզին, ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, շվեյցարահայ գործարար եւ բարերար Վաչե Գաբրաշը, բրիտանահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանը, հայկական բարեգործական ընդհանուր միության 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը։ Դրանք կոչ են արել Սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց բողոքի ձայները եւ պահանջել Հայաստանի Հանրապետության իշխանությանը չխարխլել հայ առաքելական եկեղեցու հիմքերը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ քլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Բաքվի ռազմական դատարանը հայտնի գործարար եւ բարերար Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին շինծու մեղադրանքներով դատապարտել է 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին բանտում, 10 տարին խիստ ռեժիմի գաղութում, հայտնում է Minval.az-ին։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Բաքվի դատարանի դատավճիռը դա դատավճիռ է հայ ժողովրդի դեմ եւ կոչ է արել միջազգային առաջնորդներին ձեռնարկել բոլոր միջոցները Վարդանյանին եւ մյուս հայ դատապարտյալներին ազատ արձակելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում պատասխանելով Ֆրանս 24 հեռուստաալիքի թղթակցի հարցերին մերժել է Արցախի ղեկավարներին ներում շնորհելու հնարավորությունը։ Նա հաստատել է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ գերիների հարցը Բաքու այցի ժամանակ, հավելելով, որ ինքը շարադրել է Բաքվի դիրքորոշում այդ հարցում եւ դրանով քննարկումը ավարտվել է, հայտնում է Minval.az-ին։ Նրանք անջատողական կառույցի ղեկավարներն են, որոնք ապօրինի գործել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, որը ճանաչվել է ամբողջ միջազգային հանրության, ներառյալ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից, ասել է Ալիևը։ Հավելել է նաև, որ Արցախի ղեկավարները ավելի վատ հանցագործություններ են կատարել, քան նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Եվրախորհրդարանի մի խումբ падգամավորներ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրիի գլխավորությամբ դատապարտել են Բաքվում պահվող հայ գերիների դատավճիռները, նախազգուշացնելով, որ այդ որոշումները կարող են վտանգել Հարավային Կովկասում փխրուն, սակայն դրական զարգացող խաղաղ գործընթացին։ Եվրոպական խորհրդարանի падգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որակելով որպես բարի կամքի դրսևորում Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար, հայտնում են կոնգրեսականները։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալաշաքյուր Փաշազադեն Բաքվում ընդունելով ԱՄՆ-ի խոշորագույն հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահ Բեթսի Բըրնս Քոլնին գլխավորած պատվիրակությանը խոսել է հայ առաքելական եկեղեցու ռևանշիստական տրամադրությունների մասին։ Ըստ նրա, համաշխարհային կրոնական կազմակերպությունները պետք է դա դատապարտեն, քանզի այն չի համապատասխանում կրոնական հանդուրժողականության և խաղաղ գոյակցության սկզբունքներին։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996. Creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց, ընդգծելով, որ փաստացի խաղաղությունը արդեն հաստատվել է։ Ադրբեջանի դիրքորոշումը երկար տարիներ փոխանցվել է հայկական կողմին, Հայաստանի սահմանադրությունում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ։ Երբ որ այդ փոփոխությունները կատարվեն, հաջորդ օրը Ադրբեջանը կարող է ստորագրել խաղաղության պայմանագիրը, հայտարարել է Իլհամ Ալիևը, գրում է Hacking.az-ին։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտ ամսին, ի դեպ մինչև Հայաստանի Հանրապետության պարլամենտական ընտրությունները։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։